Թորան Տուղրիլ բեգի գլխավորությամբ սելջուկները ավելի խորը արշավանքներ իրականացրեցին Պարսկաստանում և 1037 թվականին Տուղրիլը հռչակեց իր անկախությունը Ղազնավյանների դինաստիայից Նիշապուրում, որը կարևոր քաղաք էր, որը գտնվում էր Մետաքսի ճանապարհի վրա։ Շուտով Տուղրիլը գրավեց Ռայի քաղաքը, որը դարձավ սելջուկների մայրաքաղաքը, ինչը նրանց վերահսկողություն տվեց առևտրային կարևորագույն ճանապարհների նկատմամբ։ 1055 թվականին Տուղրիլը նշանակալի նվաճման հասավ մտնելով Բաղդադ, որտեղ նա ազատագրեց Աբբասյան խալիֆին շիա բույդ էմիրների ազատությունից, որոնք նախկինում գերիշխում էին քաղաքում։ Բաղդադի գրավումից հետո Բաղդադի խալիֆը Տուղրիլին շնորհեց սուլթանի տիտղոս, մի պատիվ, որը նրան պաշտոնապես հաստատեց որպես սուննի իսլամի պաշտպան։ Այս տիտղոսը սելջուկներին հզոր քոչվորներից բարձրացրեց իսլամական աշխարհի ճանաչված կառավարիչների մակարդակի, այն նաև ամրապնդեց նրանց դաշինքը Աբբասյան խալիֆայության հետ, որը կապահովեր նրանց կառավարման կրոնական օրինականությունը։ Տուղրիլի կողմից Բաղդադի նվաճումը մեծ սելջուկյան կայսրության հիմքն էր, որը պետք է ընդարձակվեր Պարսկաստանով, Սիրիայով և Անատոլիայով, ազդեցություն ունենալով ինչպես իսլամական աշխարհի, այնպես էլ քրիստոնեական բյուզանդական կայսրության վրա։ Տուղրիլի մահից հետո 1063 թվականին նրա եղբորորդի Արփ Ասլանը շարունակեց ընդլայնումը կենտրոնանալով միայն կայսրության արևմտյան սահմանի անվտանգության վրա։ Արփ Ասլանը ճանաչում էր Անատոլիայի արժեքը որպես բուֆեր բյուզանդական կայսրության դեմ, որը պարբերաբար սպառնալիք էր ներկայացնում սելջուկների համար։ 1071 թվականին Արփ Ասլանը Մանասկերտի ճակատամարտում վճռական հաղթանակ տարավ կայսր Ռոմանոս IV Դիոգենեսի նկատմամբ։ Նրա զորքերը գերի վերցրին բյուզանդական կայսրին և արդյունավետորեն թուլացրին բյուզանդական վերահսկողությունը Անատոլիայում, բացելով դուռը թուրքական հետագա բնակավայրերի համար։ Արփ Ասլանի հաջորդի Մելիքշահի օրոք սելջուկյան կայսրությունը հասավ իր գագաթնակետին, ընդլայնելով իր տարածքները դեպի Սիրիա և Լևանտի որոշ հատվածներ։ Մելիքշահը հույսը դրեց Նիզամ ալ-Մուլքի փորձառու պարսիկ վեզիրի առաջնորդության վրա, որի վարչական բարեփոխումները և մադրասների իսլամական դպրոցների հիմնադրումը ամրապնդեցին սելջուկների իշխանությունը իրենց տարածքներում։ Մելիքշահի արշավանքները հաջողությամբ ամրապնդեցին սելջուկների վերահսկողության տակ գտնվող հսկայական տարածաշրջանները, Պարսկաստանից մինչև Միջերկրական ծով, որտեղ նա ամրապնդեց կարևոր դիրքերը առևտրային ցանցերին մուտք ապահովելու և հարևան տարածքների վրա ազդեցություն գործադրելու համար։ Ավելի հարավ սելջուկները ընդլայնեցին իրենց ազատությունը դեպի Սիրիա և Լևանտ, որտեղ նրանք բախվեցին ինչպես տեղական մուսուլման ղեկավարների, այնպես էլ Ֆաթիմյան խալիֆայության մնացորդների հետ։ 1076 թվականին սելջուկները գրավեցին Դամասկոսը, բարգավաճ քաղաք, որը ծառայում էր որպես կարևոր առևտրային ու մշակութային կենտրոն։ Դեպի Սիրիա այս ընդլայնումը նաև թույլ տվեց սելջուկներին վերահսկողություն հաստատել Սուրբ Երկրի նկատմամբ, Երուսաղեմի այսինքն, ինչը նպաստեց քրիստոնեական տերությունների հետ լարվածության աճին։ Դա էլ պատճառներից մեկն էր հետագայի խաչակրաց արշավանքների։